Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մայիսի 31։ Անզգամն ասաց իր սրտում, Աստված չկա։ Նրանք ապականվեցին և գարշելի անօրենություն գործեցին, և ոչ ոք չկա, որ բարին գործի։ Սաղմոս 53-րդ գլուխ, առաջին խոսք։ Աստծո իշխանության նկատմամբ գործնական անհավատությունն էր Իսրայելի ամբողջ անօրենության հիմքում։ Կարծես Աստված չէր կարող տեսնել կամ ուշադրություն չէր դարձնում նրանց գործերին։ Նրանց մեղքերը երևում էին ամեն կողմից։ Նրանց սրտերը բորբոքված էին չար ցանկություններով, ինչպես տաքացած վառարանը։ Եվ ազգի դժվարությունների ու նեղությունների մեջ ժողովուրդը երբեք չմտածեց Աստծուց օգնություն փնտրելու մասին։ Սա մեղավորի աթեիզմն է։ Պնդել, որ Աստված չկա, նշանակում է ասել, որ նա կամ անտեղյակ է, կամ մոռացկոտ։ Ասել, որ երկրի վրա դատավոր չկա, նույնն է, որ ասել, թե նա չի հիշում, թե ինչ պետք է դատի։ Սա մեծ վիրավորանք է, որ նրանք հասցնում են Աստծուն և կործանարար խաբեություն, որով խաբում են իրենք իրենց։ Նրանք ասում են. «Տերը չի տեսնում»։ Սաղմոս 94-րդ գլուխ 7-րդ խոսք։ Նրանք չեն կարող չիմանալ, որ Աստված հիշում է իրենց բոլոր գործերը։ Այդ մասին նրանց բազմիցս ասվել է։ Ավելին, եթե նրանց հարցնես, նրանք չեն կարող չընդունել դա։ Սակայն նրանք այդ մասին չեն խորհում։ Չեն մտածում դրա մասին այն ժամանակ, երբ պետք է, և չեն կիրառում այդ ճշմարտությունն իրենց և իրենց գործերի նկատմամբ։ Հակառակ դեպքում նրանք չէին անի և չէին համարձակվի անել այն, ինչ անում են։ Մարդկանց կյանքի իրական դրսևորված չարությունը շատ փոքր մասն է այն չարության, որ գտնվում է նրանց սրտերում։ Բայց երբ ցանկությունը կամ կիրքը սրտի մեջ սնուցվում և փայփայվում է, այն ի վերջո դուրս կգա և կարտահայտվի արտաքին մեղքով։ Նրանք, ովքեր ուրիշներին գայթակղում են հարբեցողության, երբեք չեն կարող լինել նրանց իսկական բարեկամները և հաճախ նույնիսկ նպաստում են նրանց կործանմանը։ Այսպիսով, մարդիկ միմյանց նկատմամբ իրականացնում են Աստծո արդար դատաստանը։ Նրանք, ովքեր նույնիսկ նեղության և տառապանքի ժամանակ շարունակում են ապրել առանց աղոթքի, ոչ միայն բորբոքված են մեղքով, այլև կարծրացած են մեղքի մեջ։